Վերջին տարիներին Բրազիլիայի հայոց թեմում նկատելիորեն աճել է խորանին սպասավորող երիտասարդների թիվը։ Նրանք ակտիվ ներգրավված են թեմի հոգևոր եւ համայնքային կյանքում։ Հայ երիտասարդների միջև բարեկամական կապերն առավել ամրապնդելու նպատակով թեմի առաջնորդը նախաձեռնել է ծիսական վերապատրաստման ծրագիր, որի շրջանակում եկեղեցու դպրած դասը ուսուցումը համատեղում է հանգստի եւ ճամբարային ժամանցի հետ։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Գևորգ Սարգսակ Գեոգջյանը, տրամադրելով առանձնատուն, որտեղ էլ Սրբազան հայրն անցկացրել է ուսումնական դասընթացը։ Սրբազանն իր գնահատանքն է հայտնել երիտասարդներին յուրաքանչյուր կիրակի նվիրվածությամբ եւ պատասխանատվությամբ խորանին ծառայելու համար։ Նոր գիտելիք ու գործնական հմտություններ է փոխանցել։ Ինձ համար այս ծրագիրը շատ կարևոր է, որովհետեւ խորանին ծառայությունը հոգևոր գոչում է։ Երբ երիտասարդը կծառայի խորանին, անգսորվի կարգապահություն, պատասխանատվություն, հավատք եւ սեր Աստծո հանդեպ։ Ծրագրի ընթացքին միասին վերանայեցան պատարագի դարբեր բաժիններ, սորվեցան եկեղեցական սկեսներու նշանակությունը, ինչպես նաեւ կորզնական ուսուցում ունեցան խնգարգության եւ խորանի ծառայության մասին։ Բայց ամենեն կարևորը այն էր, որ այս երիտասարդները ավելի մոտեցան իրարու, ավելի մոտեցան եկեղեցու եւ ավելի մոտեցան Քրիստոսին։ Անչափ ուրախ եմ ես այս բահում, այս դեսարանը ձեզ գրեթե 70 տարի ետ տարավ, երբ Հայրշնորհ Կասպարյանը ինձ եւ ուրիշ երիտասարդներուն կանչեց Սուրբ խորանին ծառայելու համար։ Այսօր Սրբազանը նույն առաքելությունը շարունակի։ Սրբազան հայրն այս ոլորտում հարուստ փորձառություն ունի։ Ավելի քան 2 տասնամյակ ծառայելով Միացյալ Նահանգներում մշտապես մեծ ուշադրություն է դարձրել խորանին սպասավորող երիտասարդներ պատրաստելու եւ նրանց եկեղեցական կյանքի մեջ ներգրավելու գործին։ Նարեկ Սրբազանի սկզբունքներից է. ծառայությունը չպետք է սահմանափակվի միայն հատուկ տոներով կամ հանդիսավոր պատարագներով։ Յուրաքանչյուր կիրակի, յուրաքանչյուր սուրբ պատարագ արժանի է հատուկ խնամքի, պատրաստության եւ նվիրումի։ Ամեն ինչ պետք է կատարվի պատշաճ կարգով, գեղեցիկ, ներդաշնակ եւ միասնաբար։ Մեր նպատակն է, որ երգերը ճիշտ, գեղեցիկ եւ միացայն հնչեն, որովհետեւ եկեղեցու երգեցողությունը աղոթք է։ Երբ բոլորս նույն հոգիով եւ նույն ցայնով կերկենք, անիկա միայն ագանչին հաջելի չէ, այլ նաեւ հավատացյալ ժողովրդին կօգնե խորապես մասնակցել սուրբ պատարագին։ Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու խորանի բոլոր սպասավորները 13-ից 40 տարեկան բրազիլահայեր են։ Նրանց մեծ մասը Հայ ազգային դուրյան վարժարանի գրեթե 100-ամյա պատմություն ունեցող թեմական դպրոցի ներկա կամ նախկին սաներ են։ Ես փոքրուց ծառայում եմ Սուրբ խորանին, Սրբազանը մարզում է իմ ձայնը։ Նրա օգնությամբ ես կարողացա մասնակցել այս ուսումնական ծրագրին։ Այստեղ մենք ոչ միայն ընկերներ ենք, այլև ընտանիք։ Ես ուզում եմ ավելի ու ավելի շատ սովորել եւ լավ ծառայել իմ եկեղեցուն, որը իմ երկրորդ տունն է։ Ես միշտ լավ եւ ջերմ ընդունելության եմ արժանացել Սրբազանի եւ բոլոր նրանց կողմից, ովքեր ծառայում են Սուրբ խորանին։ Ուզում էի այցելել Հայաստան եւ գնացի, այցելեցի եկեղեցիներ, տեսա գեղեցիկ վայրեր, Էջմիածինը, շնորհակալ եմ Սրբազանին եւ բոլոր նրանց, ովքեր ինձ այդ հնարավորությունը տվեցին։ Ծիսական վերապատրաստման ծրագիրն անցել է ջերմ, հյուրընկալ եւ ընտանեկան մթնոլորտում։ Եկեղեցական համայնքի մի շարք անդամներ ցանկություն են հայտնել իրենց տներում հյուրընկալել Սրբազան հորը եւ խորանի սպասավորներին հոգեվոր եւ ուսումնական հանդիպումների համար։ Երիտասարդները նշում են, որ հոգևոր կրթական նախաձեռնությունները նպաստում են նաև համայնքային կյանքի միասնականությանը, ամրացնում են կապը եկեղեցու եւ հայկական ինքնության հետ։ Վերջին 2 տասնամյակների ընթացքում Բրազիլիայի հայոց թեմը հետևողական աշխատանքներ է կատարել երիտասարդների հոգևոր եւ ազգային դաստիարակության գործում։ Շատ երիտասարդներ հնարավորություն են ունեցել այցելելու Մայրաթոր Սուրբ Էջմիածին, իրենց գիտելիքները խորացնելու, երիտասարդական հավաքների, համաժողովների եւ ամառային կրթական ծրագրերի մասնակցելու նպատակով։ Այս տարի երիտասարդների նոր խմբեր կգան Հայաստան մասնակցելու եկեղեցական նախաձեռնությունների եւ ավելի սերտ կապեր հաստատելու իրենց հոգեվոր ու ազգային ծննդավայրի հետ։ Սուսաննա Պետրոսյան, Վազգեն Սարգսակ Եկիներյան, եկեղեցական կյանք։